Ընտրություններին մի քանի օր է մնացել եւ դու ել ուզում ես անպայման ճիշտ որոշում կայացնել եւ ձայնդ հանկարծ չտալ անարժանին։ Եվ քանի որ հիմա թե բանավեճերի, թե հարցազրույցների ժամանակ գիտակցված միտքը խեղդվում է հայհոյանքների եւ անբովանդակ ինչ-որ աղմուկի մեջ, Մարտական եղբայրություն միաբանությունը կազմել է հարցաշար եւ այդ հարցաշարով հյուր ենք գնում քաղաքական այն ուժերին, որ համաձայնել են պատասխանել մեր հարցերին։ Գնացինք։ Մենք գտնվում ենք Հայ ազգային կոնգրեսի գրասենյակում կուսակցության փոխնախագահի, ինչպես նաեւ կուսակցության վարչապետի տեխնացուի հետ ենք հանդիպել ու զրուցել ու շարունակում ենք մեր հարցազրույցների շարքը, քանի որ այս բային հայհոյանքներ են անդադ մեկը մյուսին ուղղում ու բումբովանդակությունը կորում է քաղաքական խոսույթում, փորձելու ենք վերհանենք ու մեր լսարանին, ինչպես նաև հայ հանրության ներկայացնել բովանդակային խոսք, ով ինչ առաջարկով է հանդես գալիս, ինչ է ներկայացնում, ինչ է առաջարկում ու ինչի համար մարդիկ պետք է իրեն ձայն տան այս կամ այն քաղաքական ուժին։ Մի անգամ նման գործ արել է առաջին նախագահ 2017 թվականին, երբ որ սթափեցնող խոսք բերեց օրակարգ, մենք դա ենք հիշում, ու երբ որ էլի քաղաքական ուժերը անիմաստ սոցիալ-տնտեսական հարցերին առաջ քաշում, բայց առաջին նախագահան եկավ ասեց, այս կարևոր հարցեր կան։ Ժողովուրդ սթափվեք, ուշք եկեք, հասկանանք ինչ ենք անում։ Այլ բան է, որ կարող է մարդին կողմ լինել կամ դեմ լինել, դա հարցի երկրորդ կողմն է, բայց պետք է այդ հարցի շուրջ հստակ դիրքորոշում ունենային, որը որ չունեն այդ օրվա քաղաքական ուժերը։ Հիմա նույնն է շարունակվում։ Ասում էին, որ Ղարաբաղի հարցը լուծված է։ Ժողովուրդը լուծել է այդ հարցը, ոչ ման այդ ուղղությամբ էլ պետք չի անել։ Հիմա մենք առանձնացրել ենք Մարտական եղբայրություն միաբանությունը իր համար առանձնացրել է 6 կարևորագույն հարցեր, որոնք որ վերջի 5 տարիների հիմնական տիրույթում են գտնվում ու դրա մասին ուզում ենք իմանանք քաղաքական ուժերը ինչ դիրքորոշում ունեն, դուք որպես ՀԱԿ-ի վարչապետի տեխնացու կցանկանանք, որ պատասխանեք այս հարցերին։ Ինչպիսին է ձեր գնահատական կամ վերաբերմունքը 2020 թվականի նոյեմբերին եռակողմ հայտարարությանը ու եթե դուք դառնաք Հայաստանի վարչապետ, այսինքն հաղթեք ընտրություններում եւ վարչապետը լինեք դուք։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից Հայաստանի Հանրապետության վարչապետի ստորագրությունը հետ եք կանչել, թե թողնելու եք դա օրակարգում մնա։ Նախ ասեմ, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը հետևանք էր Նիկոլ Փաշինյանի կործանարար քաղաքականության, որովհետև 2019 թվականի ապրիլին եւ հունիսին Մինսկի խմբի համանախագահությունը, այսինքն Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները Ղարաբաղյան խնդրի կարգավորման պլան էին դրել Նիկոլ Փաշինյանի սեղանին եւ եթե մենք այդ պլանը ընդունենք, մենք կունենայինք երաշխավորված խաղաղություն, ընդամենը տալով 5 շրջան Ղարաբաղից դուրս, պահպանելով ամբողջական հայկական վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքի վրա, գումարած Քելբաջարն ու Լաչինը։ Եվ դա կլիներ երաշխավորված խաղաղություն, բաց ճանապարհներով եւ ըստ էության երանելի լուծում հայանպաստ։ Ցավոք սրտի այն ժամանակ միայն մենք էինք կողմնակից, որ այդ հարցը լուծվի։ Իսկ Նիկոլ Փաշինյանը անցել էր ամենաոչ մետիզական դիրքերի եւ անգամ ասեմ խախտելով դիվանագիտական հարաբերությունների պրոտոկոլը, միջազգային պրակտիկան, ինքը ուղղակի չպատասխանեց այդ առաջարկին։ Երկու առաջարկը ստանալուց 2 ամիս հետո գնաց Ստեփանակերտ, ասեց Արցախ Հայաստանը եւ վերջ։ Ըստ էության պատասխանը տվեց ասենց հանրային բաց ձևով ամբողջ աշխարհին, որը քանդեց Մինսկի խմբի համանախագահության առաքելությունը, որտեղ այդ մեխանիզմը ստեղծված էր նրա համար, որ զսպի Ադրբեջանի ագրեսիան եւ պահի process-ը բանակցային գործընթացի մեջ, խաղաղ բանակցությունների գործընթացի մեջ։ Քանի որ Նիկոլը դա քանդեց, այլևս զսպման մեխանիզմ չկար եւ Ադրբեջանը սկսեց մի ագրեսիա, որին արդեն ոչ ոք չդիմակայեց այդ նույն համանախագահների կողմից։ Ունեցանք նվաստացուցիչ ջարդվեցինք այդ պատերազմում, բնականաբար դրա վրա նաև Նիկոլ Փաշինյանի ապաշնորհությունը ռազմարվեստի գործում գումարվեց, վերջը ունեցանք այդ նվաստացուցիչ պարտությունը, որի հետևանքով ստորագրվեց նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Նախ ուզում ասեմ, դա շատ վատ կարգավորում էր։ Մենք կարող ենք շատ ավելի լավ կարգավորում ունենայինք, եթե գնայինք, ասենք, այդ 17-ի Տեր-Պետրոսյանի նախանշած ճանապարհով։
Բայց այդ էր վիճակը եւ ինքը աչքի էր ընկնում, ինչն էր առավելությունը այդ պլանի, արդեն ռուսական պլանի։ Առավելությունն էր, որ առաջարկվում էր սիմետրիկ փոխադարձ սահմանափակում ինքնիշխանության եւ Ադրբեջանի եւ Հայաստանի համար, այսինքն դա երկու կոմունիկացիաների գաղափարն էր հիմքում ընկած։ Հիմա մեկի անունը Միջանցք էր, Լաչինի Միջանցք, Ղարաբաղում ռուս, չգիտեմ, խաղարար զորքեր, որոնք ըստ էության Ադրբեջանի համար բավականին լուրջ սահմանափակում էր իր ինքնիշխանության առումով։ Մեզ էլ առաջարկում էին, այսինքն մենք էլ պետք է զիջեինք այն առումով, որ պետք է կարծեմ FSB-ի սահմանապահ զորքերի վերահսկողությամբ, 9-րդ կետով, պետք է ապահովենք անխոչնդոտ հաղորդակցություն Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև, ինչ էլ որ որակը միջև հիմա ակտուալ է, հարցը հենց սրա համար։ Ես գալիս եմ դրան։ Այսինքն այստեղ կար սիմետրիկ լուծում։ Ցավոք սրտի անգամ այդ վատ արդեն կարգավորումը Նիկոլ Փաշինյանը ձախողեց եւ դրա չկատարելով իր մասը Ալիևը բնականաբար 2 տարի զգուշացրեց, որ ինքը բլոկադայի է ընդարկելու Ղարաբաղը, ըստ էության ինքը դրեց այդ սպառնալիքը, որ եթե դուք ձեր մասը չեք կատարում, մենք էլ մեր մասը չենք կատարի եւ կոչնչացնենք Ղարաբաղը։ Փաշինյանը ընտրեց այդ ճանապարհը, ինքը գնաց այդ ճանապարհով, Ադրբեջանը ոչնչացրեց, սկզբից բլոկադան կես տարվա մտցրեց, հետո ոչնչացրեց ըստ էության Լեռնային Ղարաբաղը ցեղասպանական ցենց բանի ինչ ասեմ արտա հանբան, հա, տենց մի հատ բան արեց, գործընթաց իրականացրեց, Արցախը դատարկվեց միակողմանի միջանցք եւս մեկ պատմական բնորան ոչնչացվեց։ Հետևաբար կարելի ասել դրանից հետո նոյեմբերի 9-ի հայտարարությունը ըստ էության էլ չի գործում։ Դա արդեն կարելի ասել ավարտված էտապ է։ Ռուսական կողմը հնարավոր է ինչ-որ փուլում հետ վերադառնա եւ պահանջի իրեն պարտավորված կոմունիկացիաներ։ Ես չեմ կարծում դա իրատեսական է։ Մենք չգիտենք։ Դրա համար եմ ասում, դուք պատրաստվում եք նոյեմբերի 9-ից հետ կանչել Հայաստանի Հանրապետության վարչապետի ստորագրությունը վարչապետ դառնալու պարագայում։ Որտեղից։ Նոյեմբերի 9-ի առակոմ հայտարարություն։ Այդ հայտարարությունը գոյություն չունի։ Ինչ ասակում կանչել, չկանչել։ Նման հայտարարություն այլևս գոյություն չունի։ Այդ կարգավորումը այլ գոյություն չունի։ Առավելևս որ դրանից հետո ստորագրվեց կամ նախաստորագրվեց խաղաղության պայմանագիր, բան արեց այդ TRIP-ի նոր ինչ որ կարգավորում, հուսագիր կա։ Հաջորդ հարցը հենց TRIP-ին է վերաբերում։ Ուզում ասեմ, այն մոռացեք, այն գոյություն չունի այլևս։ Ինչպիսին է ձեր վերաբերմունքը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան հայտարարության եւ դրանից բխող գործընթացներին։ Երկու փաստաթուղթ է ստորագրվել TRIP կոչված ճանապարհն ընտրվում անխոչված ճանապարհ ադրբեջանական կողմի եւ նախաստորագրված խաղաղություն կա, կարծեմ 17 կետից բաղկացած։ Ձեր վերաբերմունքը այդ փաստաթղթերի հետ կապված ու ձեր անալիքները ինչպիսին կլինեն, օրինակ եթե դուք լինեք վարչապետը։ Ուղղակի որ ավելի ճշգրիտ լինենք, երկրորդ հուշագիրն էլ ստորագրվել է այս տարվա հունվարի 14-ին եւ կոչվում է TRIPS ընկերության զարգացման հուշագիր, որը մենք գնահատում ենք հետեւյալ ձևով, այդ ամբողջ կոմպլեկտը փաստաթղթերի, որ փաստորեն այն լուծումը նոյեմբերի 9-ի լուծումը փոխարինվեց ավելի վատ լուծմամբ, այն մեկը արդեն չկա։ Հիմա փոխարինվեց ավելի վատ լուծմամբ, որտեղ արդեն չկա անգամ փոխադարձությունը, չկա անգամ փոխադարձ ինքնիշխանության սահմանափակման դրույթը։ Այստեղ մենք միակողմանիորեն ստեղծում ենք այդ Զանգեզուրի միջանցքը, միակ բանը որ փոխվել է, որ դա արվելու է ոչ թե Ռուսաստանի պրոտեկտորատի տակ կամ ազդեցության տակ, այլ արվելու է Միացյալ Նահանգների ազդեցության տակ։ Միակ մասնավոր կազմակերպություն, որովհետև կոնգրեսը չի հաստատել։ Հավանություն չի տվել ԱՄՆ կոնգրեսը։ Առայժմ ոնց որ չի էլ գնացել այդ փաստաթուղթը հաստատման, որովհետև չի էլ կարող գնալ, որովհետև առայժմ ստորագրվածը ունի հուշագրի կարգավիճակ եւ չի դարել իրավական ուժ ունեցող պայմանագիր, որ հետո գնա կոնգրես եւ հաստատվի։
Այսինքն մենք հլավոր գտնվում ենք հուսագրերի, այսինքն մտադրությունների մասին հուսագրի կարգավիճակում, բայց մենք հիմա խոսում ենք այդ լուծման բովանդակության մասին եւ խնդիրը հետեւալը, որ այդ լուծումը ըստ էության միակողմանի լուծում է, այլևս ամբողջությամբ եւ եթե կա այստեղ ինքնիշխանության սահմանափակում, դա միակողմանիորեն վերաբերվում է մենակ Հայաստանին։ Ադրբեջանը ոչ մի սահմանափակման չի գնում, ոչ մի բան չի զիջում, եւ սա ավելի վատ կարգավորում է այդ առումով, քան այն ինչ որ առաջարկում էին ռուսները։ Մենք ունենք խնդիր այս կարգավորման հետ, որովհետեւ ինչպես ես ասացի, չնայած հունվարի 14-ի փաստաթղթի մեջ 17 անգամ օգտագործվում է Հայաստանի ինքնիշխանության այդ գոյության հավաստիացումը, այդ բառակապակցությունը 17 անգամ օգտագործվում է, այնուամենայնիվ կա մի կարևորագույն դրույթ, որը ոչնչացնում է բոլոր այդ 17 հիշատակումը։ Որն է։ Ըստ այդ դրույթի TRIP ընկերության ներողություն TRIP զարգացման ընկերությունը ստանում է բացառիկ իրավունք կառուցելու, նախագծելու, դրամահավաքի եւ այլն մի գոտում, որը կապում է Նախիջևանը Ադրբեջանի հետ։ Դա նշանակում է, որ այդ գոտում, որը կոնկրետ սահմաններ է ունենալու, այսուհետև Հայաստանը ինքնիշխանություն չի ունենալու, որովհետև օրինակի համար, եթե Հայաստանի կառավարությունը որոշի անել այն ինչ որ մենք առաջարկում ենք, այսինքն կառուցել Հայաստանը Իրանի հետ կապող ուղիղ երկաթուղի Զանգեզուրով, մեր տարածքով, առանց Ադրբեջանի մասնակցությամբ, մենք պետք է դրա համար ստանանք TRIP զարգացման ընկերության համաձայնությունը, հավանությունը։ Իսկ ուզում եմ հիշեցնել, որ առաջին 50 տարվա մեջ Ամերիկայի կառավարության մասնաբաժինը այդ TRIP զարգացման ընկերության մեջ լինելու է 74%, իսկ 50 տարի հետո փոխարինվելու է 51%-ով, այսինքն միևնույնն է պահպանելու են վերահսկողական փաթեթը։ Սա նշանակում է, որ խոսել ինքնիշխանության մասին չի կարելի, ինքնիշխանության պահպանում ենք, գնում ենք ըստ էության շատ լուրջ սահմանափակման մեր ինքնիշխանության, բայց ավելի ծանր է այն բանը, որ մենք չենք կարողանա իրագործել այնպիսի պրոյեկտներ, ինչպիսին են այդ երկաթուղու կառուցումը, որը մեզ թույլ կտար ստրատեգիական կոմունիկացիաներ կառուցել, որոնք Թուրքիայի ու Ադրբեջանի ազդեցությունից դուրս կլինեն։ Պարոն Զուրաբյան, սա Փաշինյանի ստորագրած TRIP-ի մեկնաբանությունն եք դուք տալիս։ Մեզ ավելի շատ հետաքրքիր ու նաև լսողներին հետաքրքիր է ձեր կառավարություն ձևավորելու պարագայում ինչ եք անելու դուք այդ համաձայնագրի հետ, այսինքն փոխելու եք դրա մոտեցումները, ինչպես եք փոխելու, չեղարկելու եք, ինչ եք անելու ձեր առաջարկները։ Նախ ես ուզում եմ ասել, որ մի բան արձանագրենք, ես չգիտեմ հիմա Ռուբիոյի այցի հետ կապված ինչ փոփոխություն կմտնի դրա մեջ, եթե դուք տեղեկություն ունեք, ասեք, ես այս պահին չունեմ, բայց այս պահին մենք գործ ունենք, ինչպես ես ասացի, հուսագրերի հետ, այսինքն մտադրությունների հուսագրերի հետ։ Չկա փաստաթուղթ, որը ստորագրված է Հայաստանի կառավարության կողմից, որը ունի այլևս պարտադիր իրավական ուժ միջազգային իրավունքի տեսակետից։ Չկա այդ բանը։ Այսինքն դա նշանակում է, որ այն կառավարությունը, որը պետք է գա իշխանության, ինքը ունենալու է ճանապարհ անցնելու դեպի արդեն իրավական ուժ ունեցող միջազգային պայմանագիր։ Հիմա, եթե մեզ եք հարցնում, մենք այդ ճանապարհը պետք է անցնենք հետևյալ ձևով։ Մենք պետք է այդ ճանապարհին դեպի միջազգային պայմանագիր այնպես անենք, որ այնուամենայնիվ մենք պահպանենք այս ամենակարևոր ստրատեգիական հնարավորությունը կառուցելու Իրանի հետ կապող երկաթուղի։ Դրա համար դա իդեպ Հայազգային կոնգրեսի խաղաղության ու անվտանգության ծրագրի մեկն է այդ երկաթուղու կառուցումը։ Մենք դրա համար խոսում ենք եւ մենք դրա համար առաջարկում ենք 3+BRICS պայմանական կոչված ծրագիրը։ Փաշինյանի ասած խաղաղության խաչմերուկ։ Չէ, Փաշինյանը չի նախատեսում երկաթուղային խաչմերուկ։ Ինքը իսկ մեզ համար շատ կարևոր է հենց երկաթուղու կառուցումը, ինչու։
որովհետև երկաթուղային կոմունիկացիան, գիտեք, լուրջ առավելություն ունի առևտրատնտեսական, ցանկացած ավտոմոբիլային, նաև ռազմական լրիվ համաձայն եմ ձեզ հետ։ Այստեղ մի քանի հարց ենք ուզում, նախ Զանգեզուրը, մեր Զանգեզուրը, Սյունիքը կապում ենք Հայաստանի հետ երկաթուղային գծով, որը դառնում է եւ ռազմական առումով, անվտանգության առումով եւ սոցիալ-տնտեսական զարգացման առումով կարևորագույն գործիք։ 20 կայարան են կառուցելու, որոնք կոնկրետ այդ բնակավայրերի կյանքը ակտիվացնելու են։ Բնականից երկրորդ հարցն է առաջացնում, այդ երկաթգիծը ինչ լայնության է լինելու, այսինքն ռուսական լայնության, որը մենք այսօր ունենք, թե իրանական, որը եվրոպական լայնությանը երկաթգծերն են համապատասխանում։ Գիտեք, որևէ տեղ դուք պիտի սարքեք բան, ինչ որ տերմինալ, որտեղ այդ փոփոխությունը արվում է։ Դա արդեն ընտրության հարց է, կարելի է դա սարքել Գագարինում, որովհետև ընդեղից է սկսվելու այդ երկաթուղու կառուցումը դեպի Վայոց ձորով, դեպի Զանգեզուրով եւ այլն։ Կարող է Գագարինում կառուցվի, կարող է Իրանի հետ սահմանում, այդ արդեն պետք է ինձ թվում է Գագարինում ամենաճիշտն է։ Բայց մեր մոտ ռուսական տարբերակով ռուսական լայնության երկաթգիծ, որը որ կփոփոխվի։ Ինչ որ միտեղ, ամենահարմար տեղը, դու պետք է այդ փոխանակման տերմինալը ստեղծես։ Հա։ Այնուամենայնիվ ձեր առաջարկը թրիպի հետ կապված։ Դուք առաջարկում եք։ Մենք ասում ենք հետևյալը, թրիպը միակողմանի աշխարհաքաղաքական լուծում է, որը հետապնդում է միայն Միացյալ Նահանգների, Իսրայելի, Թուրքիայի, Ադրբեջանի շահերը։ Շատ միակողմանի բան է, լուծում է աշխարհաքաղաքական առումով։ Ինչը նշանակում է, որ լինելու են գերտերություններ, որոնց շահերը հաշվարկված չեն լինելու այդտեղ, իսկ դա ստեղծում է աշխարհաքաղաքական ռումբ այդ թրիփի խաղաղության առումով, որովհետև դրա դեմ է լինելու Ռուսաստանը, դրա դեմ է լինելու Իրանը, դա չի հաշվի առնում Հնդկաստանի շահերը, չի հաշվի առնում Չինաստանի շահերը, որը նույնպես հետաքրքրված չի, որ ասենք այդ թուրանական ու արևմտյան ու թուրանական մի հատ առանցք ստեղծի, որը գալիս ընդհանուր հասնում է Չինաստանի եւ Սինձյանի այդ սահմաններին։ Հիմա սա նշանակում է, որ հարատև կայունություն, հարատև եւ կայուն խաղաղություն աշխարհաքաղաքական առումով այս լուծումից սпасել հնարավոր չի։ Մեր առաջարկը այն է, որ մենք ներդաշնակեցնենք աշխարհաքաղաքական այդ շահերը, գերտերությունների շահերը, որովհետեւ իրավիճակը նման է նրան, ինչ որ Ադրբեջանում էր կատարվում 93-94 թվականներին։ Այն ժամանակ աշխարհը կռիվ էր անում, գեոպոլիտիկ պատերազմ էր գնում ադրբեջանական նավթի համար, որ իրանց գլխավոր ակտիվի համար։ 93 թվականին մի քանի հեղաշրջում եղավ ըստ Ադրբեջանում եւ ըստ էության Ադրբեջանի պետությունը քանդվեց։ Ինչու՞, որովհետեւ աշխարհաքաղաքական պայքար էր գնում։ Մեկ էլ չի գալիս էր ասում էր արևմտյան բամտիս ուղղությամբ դի նավթը գնա, մեկ ուրիշը ասում էր չէ, պիտի ռուսական ուղղությամբ գնա։ Ոնց լուծվեց հարցը։ Ադրբեջանը կնքեց իր դարի գործարքը, նավթային գործարքը, որտեղ բոլորին փայ հատկացրեց իր նավթային ռեսուրսներից՝ Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային, Բրիտանիային, Ռուսաստանին, Իրանին։ Մի բան, որ թվում էր անհնար, բայց իրանք արեցին այդ դարի գործարքը, անմիջապես ավարտվեց անկայունությունը Ադրբեջանում, Ադրբեջանը դառավ կայուն պետություն, որը կամաց իր նավթադոլարները օգտագործեց ռազմական բալանսը փոխելու եւ Հայաստանի դեմ, Ղարաբաղի դեմ իր այս բանը ագրեսիան իրականացնելու ուղղությամբ։ Հիմա մենք գտնվում ենք նույն վիճակում։ Մեզ մոտ սկսվում է պրոքսի պատերազմ, միջնորդավորված պատերազմ, մի կարևոր ակտիվի համար, որը հետաքրքրում է ամբողջ աշխարհին, Սյունիքի տրանզիտային գոտու նշանակությունը։ Հիմա լուծումը նույնն է։ Մենք էլ մեր դարի գործարքը պետք է կնքենք։ Մենք պետք է այնպես անենք, որ ներդաշնակեցնենք։ Դա մեր տերիտորիան է։ Մեր տերիտորիան մենք ենք ըստ էության որոշում ոնց պետք է գերտերությունները կարգավորեն իրաց շահերը, եւ մենք այդտեղ ակտիվ դերակատարություն ունենք։ Դրա համար մենք ասում ենք 3+BRICS ծրագիր։ Պետք է այնպեսի տրանզիտային հանգույց ստեղծել, որը համապատասխանում է եւ արևմուտքի շահերին, եւ Ռուսաստանի, Իրանի շահերին, Չինաստանի շահերին եւ այլն եւ այլն։ Այդտեղ մենք առաջարկում ենք ստեղծել միջազգային կոնսորցիում։ Հայաստանը իր ներդրումը պետք է ունենա անպայման, այսինքն Հայաստանը որպես պետություն պետք է ապացուցի, որ ինքը պատրաստ է իր
տարածքի վրա այդ բանը ստեղծել, մի $700 միլիոն մոտավորապես հաշվարկով մենք պետք է ներդրում անենք, մնացածը պետք է արդեն միջազգային կոնսորցիումով հավաքենք, որ այդ երկաթուղին ստեղծենք։ Սա մեր ծրագիրն է, եւ եթե դա ստեղծվում է, մենք մի քանի նպատակ ենք լուծում։ Աշխարհակաղակական շահերի ներդաշնակեցում եւ այնպեսի մի հատ վիճակ, որ այդ աշխարհական ռումբա էլ դրված չի խաղաղության տակ, Հայաստանը դառնում է տրանզիտային երկիր, որը միացնում է Վրաստանի հետ միասին Սեֆտովը Պարսից ծոցի հետ։ Մենք ու ամենակարևորը, բացի այդ սոցիալ-տնտեսական ներքին զարգացման եւ անվտանգության ապահովման, մենք ստանում ենք մեկ երկրի միջոցով, այդ շատ կարևոր հանգամանք է, մեկ երկրի միջոցով հասանելիություն դեպի հնդկական օվկիանոսի նավահանգիստները, իրանական նավահանգիստները, Բանդեր Աբբասը, Չոհաբարը, դա էլ բացում է մեր կապը արդեն գլոբալ հարավի հետ, չգիտեմ, Չինաստան, Հնդկաստան, Ինդոնեզիա եւ այլն եւ այլն։ Դա արդեն պարզ է, ինչ մեծ դա բանա, երաշխիքներ է ստեղծում եւ անվտանգության, եւ խաղաղության, եւ սոցիալ-տնտեսական զարգացման։ Անցնենք հաջորդ հարցին, Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը։ Ինչպես եք պատրաստում եք ստորագրել այն նախաստորագրված խաղաղության փաստաթուղթը, եթե դուք լինեք վարչապետը։ Գիտեք ինչ, մենք մեր մոտեցումը այսպես է սկզբունքային։ Մենք ասում ենք, որ շատ մենք տեսնում ենք Նիկոլ Փաշինյանը ինչ սխալներ է կատարել, ինչ ձախողումներ է ունեցել, ինչքան վատ վիճակի է հասել, ինչքան վատ պայմանագրեր է ստորագրել։ Միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ արդեն մեր վրա վերցրված պարտականությունների բանը մերժումը, ստանձնված պարտականությունների մերժումը, դա ավելի պայթյունավտանգ իրավիճակ կարող է ստեղծի, այսինքն մենք կարող հայտնվենք մի վիճակի մեջ, որ հետո ավելի վատ կարգավորումներ պետք է ստորագրենք։ Էլ չեմ ասում, որ էլ նորից պատերազմ, նորից ավերածություն։ Այսինքն մեր սկզբունքը դա է, բայց մենք մի կողմից հասկանում ենք, որ TRIP-ը դեռ չի դարել միջազգային պայմանագիր, մենք մի կողմից հասկանում ենք, որ կա նախաստորագրված կարգավիճակ խաղաղության պայմանագրի եւ մենք պետք է շարունակենք այդ գործընթացը, բայց փորձելով փոխել այն օրակարգը, որը ըստ էության Նիկոլ Փաշինյանը բերել է, այսինքն ինքը կարմիր գիծ չունի։ Ինքը ըստ էության համաձայն է, որ Ադրբեջանը ու Թուրքիան թելադրեն ներքին քաղաքական կյանքը Հայաստանում։ Պատրաստ է հանել սահմանությունից մեր անկախության հռչակագիրը, պատրաստ է մեր եկեղեցու դեմ սանձել պատերազմ ըստ էության, մեր ինքնության ոչնչացնող պատերազմ, ամեն ազգայնականի դեմ կռիվ տալ, ըստ էության մեր խոսքի ազատության, մեր դեմոկրատական ազատությունների վրա դնել այնպիսի սահմանափակումներ, որը ցանկալի է Ադրբեջանի համար։ Դա մեզ համար անընդունելի բան է։ Այսինքն, եթե անջատողականության դեմ պայքարի տակ նշանակում է մենք պետք է Արցախ բառը արգելենք մեզ արտասանել, կամ հետապնդենք արցախցիներին, կամ փորձենք արմատախիլ անել ինչ-որ ազգային արժեքներ, դա մեզ համար կարմիր գիծ է, մենք դա մեզ համար ընդունելի չի, բայց մենք այդտեղ գալիս է մի հարց, այդտեղ գալիս է, հա, process-ը պետք է շարունակենք, բայց պետք է այնպիսի խաղաղություն հաստատենք, որը մենք անվանում ենք ինքնիշխան խաղաղություն, այսինքն խաղաղություն, որտեղ Հայաստանը ինքնիշխան է իր ներքին կառավարման գործերում։ Օրինակի համար մենք ունենք մի հատ օրենքի նախագիծ, որը մեր ծրագրում է։ Մենք մինչև 10-ից ավել խաղաղության նախագծեր ենք հաշվել քաղաքական դաշտում։ Հա։ Դե հիմա մերն էլ հաշվեք։ Ձերն էլ հետ մենք հաշվել 10-ից ավել Հիմա խաղաղության տարբերակներ կան։ Ես կարող եմ, եթե բերեք կոնկրետ ուժեղ խաղաղություն, ինքնիշխան խաղաղություն, իրական խաղաղություն։ Ես ասեմ ձեզ, այդ ի տարբերություն դրանց, իրատեսական խաղաղություն, ի տարբերություն դրանց, մերը բովանդակություն ունի։ Ասենք, եթե դու ասում ես արժանապատիվ խաղաղություն, ես համարում եմ, որ արժանապատիվ խաղաղություն մենք կարող ենք ձեռք բերենք մինչև 98 թվականը։ Ձեր քաղաքական ուժը կարող է ասել մինչև 98 թվական։ Մենք ասում ենք արժանապատիվ խաղաղություն, բայց մինչև 20 թվականը։ Որովհետև այդ պատերազմից հետո կներեք այլևս արժանապատիվ խաղաղություն հնարավոր չի։ Ցանկացած խաղաղություն լինելու է ոչ այնքան արժանապատիվ,
որտեղ եթե դու Ղարաբաղը կորցրել ես, եթե գրում ես ինչ որ բանի զիջումների միակողմանի Ադրբեջանի ճնշման ներքո, դա արդեն արժանապատիվ չի։ Բայց մենք ասում ենք, լավ, եթե արժանապատիվ խաղաղությանը չենք կարողանում հասնել, եկեք հասնենք գոնե ինքնիշխան խաղաղություն, որը նշանակում է գոնե մենք մեր ներքին ինքնակառավարման գործերում, մեր ժողովրդավարական ազատությունների, մեր սահմանադրության, մեր ի վերջո ում մենք կարող ենք ընտրել Հայաստանի ղեկավար, այդ հարցերում մենք պետք է լինենք ինքնիշխան։ Քաղաքական որոշումները պետք է իրականացվեն այստեղից։ Այո, որովհետև եթե էտել ենք կորցնում, Հայաստան Հանրապետություն հասկացությունը կորցնում է իր իմաստը։ Դա դառնում է Ադրբեջանի վասալիտետը, Ադրբեջանի կցորդ մի այնպեսին ինչպեսին եղել է խորհրդային միության ժամանակ, երբ որ հա, բայց այն ժամանակ գոնե ռուսներին էինք ենթարկվում կամ Մոսկվային էինք, հիմա պետք է Բաքվին ենթարկվեք։ Այսա շատ ծանր է, որովհետև դու գիտես, որ նաև նրանք նպատակներ ունեն ժողովրդագրական փոփոխության, հայությունը ոչնչացնելու որպես գաղափար, որպես արժեք։ Գանք նախավերջի հարցին, Արցախի հարցը ձեզ համար բաց է, փակ է։ Ու իմիջիայլոց սրա հետ կապված ես նախկին նախագահների քաղաքական ուժերին ոնց որ ցանկանում եմ հենց ինքս որպես կարող, այսինքն Արցախում ծառայած, Արցախում պատերազմի մասնակցած մարդ, իմ մոտ հարց է առաջանում ակնհայտ լռություն է տիրում նախկին նախագահների թիմերի կողմից Արցախի հետ կապված։ Մենք տարիներ շարունակ 100,000-ներով մարդիկ ծառայել են Արցախում։ Մենք գնացել ենք Հայաստանի, մենք չենք համարել, որ դա առանձին պետություն է, որովհետև ամեն ինչը փողը մեկ էր, անձնագրերը մեկ էին, բանակը մեկ էր, ամեն ինչը մեկ էր։ Հիմա Արցախի էջը մի տեսակ բոլորի համար այնպիսի անվերադարձ կերպով է փակված, որ ցավով ենք դրան վերաբերվում ու ասում ենք, բա մեր անցած տարիները, մեր կորցրածը, վիրավորներ ունենք բազմաթիվ, զոհեր ունենք, այդ մարդիկ այսօր զոհերի ընտանիքներում կան, այսինքն սերունդներ չեն անցել ու համարել, որ դա օրինակ անվերադարձ փակ է, օրինակ ես չեմ կարողանում, մեր թիմն էլ չի կարողանում, մեր մոտ հիմնական պատերազմի մասնակիցներ են հավաքված, մենք սրա չենք կարողում հաշվել ու չեն կարողում հաշվել այնպես, ինչպես չի կարողացել հաշվել օրինակ 26 տարի Ադրբեջանը։ Հիմա ձեր վերաբերմունքը Արցախի հարցին, ձեր քաղաքական ուժը ինչպիսին է։ Գիտեք, Ադրբեջանը ունեցել է իրատեսական ինչ-որ առումով ծրագիր, որովհետև ինքը ունեցել է այդ նավթադոլարային այդ հարստությունը, որի մասին մենք խոսացինք, ինքը ունեցել է շատ հստակ ճանապարհ 20 տարում կառուցել ռազմական առավելությունը Հայաստանի նկատմամբ։ Այսինքն իրանք ունեցել են այդ բանը, պատկերը, այդ ճանապարհային քարտեզը իրանց աչքի առաջ։ Հիմա եկեք տեսնենք մեր ճանապարհային քարտեզը։ Նախ ես ուզում եմ ասել, որ հոսանց բան առաջին անգամ չի պատմության մեջ կատարվում։ Գիտենք բանի խորվաթական սերբսկի Կրաինայի ճակատագիրը, երբ որ 250,000 սերբերին մի երկու շաբաթվա ընթացքում վռնդեցին Խորվաթիայից։ Այսինքն այն նույն վիճակներ, իրանք էլ էին անկախություն հայտարարել, իրանք էլ էին պայքարում իրանց անկախության համար, բայց ռազմական գործողությունները խորվաթները իրանց դուրս շպրտեցին։ Եվ այդ հարցը փակվեց։ Բայց կա Էլզասի հարցը Ֆրանսիայի եւ Գերմանիայի միջեւ, որը եւ ինչ է Էլզասի։ Անընդհատ փոփոխություն է ենթարկվում, եթե պատմության մեջ։ Հիմա խոսենք անընդհատ փոփոխությունների մասին։ Այդ փոփոխությունները ի դեպ ամեն անգամ եկել են աշխարհակարգի փոփոխության հետ հանդերձ, որտեղ մի կարգավորում եղավ ֆրանկո-պրուսական պատերազմի ժամանակ 1871 թվականի, լրիվ ուրիշ կարգավորում եղավ առաջին համաշխարհային պատերազմից հետո եւ մի հատ էլ կարգավորում եղավ 1940 թվականին, արդեն երբ որ Հիտլերը ստիպեց նույն ֆրանսիացիներին կնքել մի պայմանագիր, որով ոչ թե Էլզասն էին, այլ ամբողջ Ֆրանսիայի մեծամասնությունն էին տալիս արդեն գերմանացին եւ լրիվ ուրիշ կարգավորում եղավ արդեն 45 թվականին։ Այսինքն ամեն անգամ բայց դրանք կապված են եղել աշխարհակարգի փոփոխության հետ։ Հիմա իհարկե, եթե մենք սկսենք մտածել աշխարհակարգի փոփոխության կոնտեքստում, ամեն ինչ էլ հնարավոր է։ Այս պահին եկեք իրատեսական լինենք եւ հասկանանք մի բան։ Այսօր
ոչ մի Ղարաբաղցի, ոչ մի հայ ողջամիտ չի գնա ապրելու բռնատիրական ավտորիտար Ադրբեջանի ունիտար Ադրբեջանի ներքո, որտեղ ինքը պետք է ընդունի Ադրբեջանի օրենքները, դառնա Ադրբեջանի քաղաքացին, ծառայի ադրբեջանական բանակում, ենթարկվի Ադրբեջանի կողմից նշանակված իշխանությանը, իդեմս դատախազների, ոստիկանապետների եւ այլն եւ այլն։ Չի անի։ Արցախահայերի վերադարձի մասին չի ասում կներեք, ասում Արցախի հետ վերադարձի։ Այ Արցախահայերի վերադարձը այլ հարց է։ Արցախի վերադարձ, որովհետեւ Արցախի հարցը Okay. Ես դրան կգամ։ Երեք գերտերություն է հարցով զբաղվում է։ Խախտել է պայմանը Ադրբեջանը, այսինքն ուժի բացառման սկզբունքը խախտել է Ադրբեջանը։ Գերտերություններին ձեր կողմից ասելիք կա Արցախի հարցը վերաբացել։ Բացարձակ։ Ուրեմն դու իմացեք, միջազգային քաղաքականության մեջ գործում է հայտնի սկզբունքը fait accompli, լսել եք դրա մասին։ Դա ֆրանսիական արտահայտություն, նշանակում է կատարված փաստ։ Փաստը կատարվել է ու ստեղծվել է նոր իրականություն գետնի վրա։ Այսինքն միակ հնարավորությունը ստեղծել այլ իրականություն, որը ասենք հնարավոր կդարձնի, ես տեսեք, չեմ ասում Արցախի վերադարձը որպես միավոր մեր վերահսկողության, ես ասում եմ անգամ ավելի փոքր բան է, որ հայերը վերադառնան Արցախ, դա էլ հնարավոր չի, այս fait accompli-ից հետո։ Ինչու՞, որովհետև դրա համար մենք անհրաժեշտաբար պետք է ունենանք մի իրավիճակ, որում Ադրբեջանը համաձայնվում է սահմանափակել իր ինքնիշխանությունը այդ տարածքում։ Ուզում եմ ասեմ, անգամ եթե ամբողջությամբ չես վերադարձում այդ բանը, բայց ասենք ցանկացած արցախցի ներքը գնա, եթե իմանա, որ բացարձակ ադրբեջանական իշխանություն չի, ասենք ինչ որ միջազգային գառանտաներ կան, չգիտեմ, ինչ որ մարմիններ են հետևում եւ այլն, որ իրանց իրավունքները չխախտվեն։ Ուրեմն այդպեսի բան աշխարհը ի վիճակի չի պարտադրել Ադրբեջանին։ Ի վիճակի չի։ Հարցը ունի ուժային լուծում։ Ասում եմ պարտադրելը, բայց խոսքը հենց ուժային լուծում է։ Մեր կողմից։ Հա։ Մեր կողմից, Հայաստանի կողմից։ Այսինքն հետևողական երկար տարիներ աշխատանք կատարել, որպեսզի այդ հարցը ուժային լուծում ունենա, այնպես ինչպես Ադրբեջանը արեց։ Լսեք, ես առաջարկում եմ շատ ավելի լավ լուծում։ Մենք պետք է ստեղծենք հզոր պետություն մեկ, որը ի վիճակի է ընդհանրապես ռազմական խնդիրներ լուծելու։ Մեկ։ Մենք պետք է ստեղծենք, մենք պետք է պահպանենք Արցախյան համայնքը, որովհետև եթե մի օր պարզվի, որ դու հնարավորություն ունես Արցախը հետ բերելու ու հետո էլ պարզվի, որ դու արցախայությունը չես պահպանել, ասենք բոլորը ծրվել են ամբողջ աշխարհում, դա կպարզվի, որ շատ վատ վիճակ է ստեղծվել։ Ճիշտ է, այսինքն դուք Ձեր խոսքից ես հասկացա, որ Հայ ազգային կոնգրեսում Արցախը հետ վերադարձնելու ինչ որ մի փուլում միտքը չի մարել։ Ես կներեք, դուք մի քիչ սխալ հասկացաք, ոչ թե միտքը երբեք չի մարում, ցանկությունները երբեք չեն մարում։ Խոսքը գրում է իրատեսական քաղաքականության մասին։ Մենք միշտ եղել ենք ռեալ պոլիտիկի իրատեսական քաղաքականության մարդիկ։ Մենք արել ենք այն ինչ որ հնարավոր է եղել։ Այն ժամանակ հնարավոր էր ազատագրել Արցախը Ադրբեջանի վերահսկողությունից, մենք արել ենք դա։ Մենք ենք արել։ Աշխարհը քաղաքական իրավիճակը շատ վատ էր։ Մենք հիշում ենք այդ ժամանակ արխիվները ուսումնասիրելով հիշում ենք, որ նույն առաջին նախագահը երբ որ ասում էր պայքար մինչև վերջ, դրա շարունակությունը հետագայում չգիտես ինչի մենք քիչ լսեցինք կամ չլսեցինք, որովհետև շարունակությունը պայքարը մինչև վերջնական միացում, վերամիավորում Արցախի եւ Հայաստանի։ Հիմա տեսեք, եթե այս թեման բացում եք, ես պետք է էլի այդ բարձաբանումները տամ։ Երբ որ մենք խոսում ենք ոնց ենք ասում, վերամիավորում։ Չէ, որ վերամիավորում չենք ասում ենք միացում։ Երբ որ մենք խոսում ենք միացման մասին, դա այդ շարժումը, այդ կարգախոսը գոյություն ուներ խորհրդային միության պայմաններում։ Խորհրդային միությունը այդ ժամանակ մի միասնական պետություն էր, որը ուներ սահմանադրություն, եւ մենք բոլոր հարցերը բարձրացնում էինք խորհրդային միության սահմանադրության շրջանակներում։ Իսկ այդ շրջանակները թույլ էին տալիս որևէ այսպես կոչված ավտոնոմ մարզի փոխանցումը մի միութենական հանրապետության կազմից մյուս միութենական
կազմի մեջ, այսինքն մեր պահանջը, հարցադրումը եղել է սահմանադրական եւ միացումը այդ իրավական մի բանի մեջ, այդ իրավիճակում ինքը ունեցել է, ինքը հիմնավորված է եղել 91 թվին նաև այո մեր պայքարի շնորհիվ մենք ստացանք անկախություն եւ մի անգամից հայտնվեցինք մի նոր աշխարհում որտեղ այդ հարցադրումը միացման ընկալվում էր որպես անեքսիոնիստական իրրեդենտիստական եթե ձեզ այդ տերմինը հայտնի է պահանջ հարևան երկրի նկատմամբ որովհետեւ աշխարհը խորհրդային միության փլուզումից հետո ճանաչել էր հանրապետությունների այդ միութենական նախկին հանրապետությունների բանը անկախությունը սովետական միության ներքին վարչատարածքային բաժանման սահմաններում այդ պայից սկսած մենք հայտնվել ենք նոր վիճակում եւ մենք պետք է նոր ստրատեգիա մշակենք այդ նոր ստրատեգիան ամբողջ միանգամից մշակվեց եւ այդ ստրատեգիան միևնույնն է հիմնվում էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման մասին, բայց նոր իրավական կոնտեքստում, որն է, որ եթե դուք ճանաչել եք Ադրբեջանը այս բանում, սահմաններում, հիմա այդ Ադրբեջանի ներսում տեղի ունեցել կոնֆլիկտ։ Կան հայեր, որոնք, ասենք, չեն կարող ենթարկվել այդ ռեժիմին, որտեղ այդ ռեժիմը ցեղասպանական բան ունի, վերաբերմունք ունի հայերի նկատմամբ։ Հետևաբար իրանք ուզում են ստեղծել իրենց սեփական պետությունը։ Դա միջազգային իրավունքի մեջ տեղավորվում էր, հետևաբար այդ միացում կոնցեպցիայից մենք գնացինք արդեն նոր իրավական կոնտեքստում գնացինք դեպի անկախության կամ ինքնորոշման իրավունքի ճանաչում։ Ընդ որում մենք այդ ժամանակ շատ կարևոր հայտարարություններ արեցինք, որը փափկացրեց աշխարհի հնարավոր ճնշումները Հայաստանի վրա։ Մենք ասացինք, մենք ցանկացած լուծման համաձայն ենք, որին համաձայն է Ադրբեջանը ու Լեռնային Ղարաբաղը։ Այսինքն դա իրանց ներքին կոնֆլիկտն է, եթե իրանք գալիս են ինչ-որ լուծման, մենք դրա հետ համաձայն ենք։ Ոչ թե մենք միջամտում ենք կամ փորձում ենք բան, բայց մյուս կողմից մենք երաշխավորն ենք Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության։ Այս էր մեր մոտեցումը եւ ինքը փայլուն աշխատեց։ Այսինքն Լեռնային Ղարաբաղին սկսեցին ճանաչել որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, Բուդապեշտի այդ բաները, հայտարարությունները, Բուդապեշտի գագաթնաժողովի բանաձևերը շատ կարևոր էին այդ առումով, հետո 97 թվականի պլանը, որը ըստ էության առաջարկում էր խաղաղություն ստորագրել 3 միավորի Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի։ Այդ մեզ համար հաղթանակ էր դիվանագիտական, որտեղ եթե անմիջապես անգամ անկախությունը չէր ճանաչվում, մենք ունենում ենք գոնե միջանկյալ մի հատ իրավիճակ Ղարաբաղի համար, որտեղ ինքը այնուամենայնիվ միջազգային իրավունքի սուբյեկտ էր դառնում, ստորագրելով խաղաղության պայմանագիրը։ Դա հաղթանակ էր, Ադրբեջանն էլ համաձայնվել էր, միջազգային հանրությունը համաձայնվել, մեր առավելապաշտները դա մերժեցին։ Գիտեք ով։ Մերժեցին եւ ցավոք սրտի մենք դա կորցրեցինք, բայց մենք մեր վերջին, այդ որ ասում եք պայքար, մենք այդ վերջին հասել էինք։ Մենք ստացել էինք այլևս բանի Լեռնային Ղարաբաղի համար այդ կարգավիճակը ազատագրված Լեռնային Ղարաբաղ բավականին լուրջ կարգավիճակով միջազգային իրավունքի տեսակետից մեզ մնում էր դա պահել։ Այսինքն ես չեմ տեսնում որ մենք պայքար մինչև վերջից ազատվել ենք։ Մենք այդ մինչև այդ վերջը գնալը մենք միտեղ փոխեցինք ստրատեգիան, ասացի արդեն ինչի հետ, իրավական նոր միջավայրի հետ կապված ու այդտեղ էլ հասանք հաջողության։ Մնում էր ամենապնդել դա։ Անկախության հռչակագրում էլ կար։ Ձեր ժամանակվա ձեր կառավարությունն է, չէ՞։ Ինչը ձեր թիմն է անկախության հռչակագիրը տեքստը գրել։ Այո։ Եվ ինչ թվական Արցախի ու Հայաստանի վերամիավորման մասն է խոսքը։ Անկախության հռչակագիրը ընդամենը հղում է կատարում 89 դեկտեմբերի 1-ի որոշման վրա միավորման մասին, որը նորից եմ կրկնում, եղել է սովետական միության պայմաններում, որից հետո սովետական միության սահմանադրական դատարանը, ժամանակ ուրիշ ձև էր կոչվում, էլի կոնստիտուցիոն նadzor, թե ինչ-որ տես բաներ, չեղյալ է համարել այդ որոշումը, ինչպես նաև չեղյալ է համարել Ադրբեջանի որոշումը Լեռնային Ղարաբաղի ավտոնոմիայի լուծարման մասին։ Այսինքն այդ հարցերը լուծվել են մի իրավական միջավայրում սովետական եւ կորցրել են իրանց բանը գործողությունը
Մենք խոսում ենք հիմա դրանից հետո եղած process-ի մասին։ Վերջին հարցն են գալիս հենց այս թեմաների շուրջ։ Առաջիկայում մենք հասկանում ենք իրականում սոցհարցումներն էլ իրավիճակներ ցույց են տալիս, որ քաղաքական դոմինանտ ուժերը այս բանի գոյություն ունեցող կարելի ասել նույն օրակարգն են առաջ տանում ու Ալիևն էլ պահանջում է սահմանադրության փոփոխություն։ Եթե տեղի ունենա սահմանադրական հարաքվե, այն տարբերակը ինչ որ Ալիևն է պահանջում, Հայ ազգային կոնգրեսը ինչպիսի դիրքորոշում է հայտնելու, կողմ է լինելու փոփոխությանը, դեմ է լինելու, թե բոյկոտի ճանապարհն է ընտրելու։ Նայեք, մենք արմատապես տարբեր մոտեցումներ ունենք Նիկոլ Փաշինյանի հետ սահմանադրության փոփոխությունների հարցում։ Մենք համարում ենք, որ սահմանադրությունը եթե պիտի փոխվի այն նպատակով, որ ավելի ճիշտ կառավարման մոդել հաստատվի, կիսանախագահական մոդել, այսինքն որ նաև հայտնի է որպես նախագահական խորհրդարանական մոդել։ Ասես որ խփես այդ բանին, իրանք մի հատ բացի է դուռը։ Վարդան ջան, ախր գոռում եք ստեղ բանը ինտերնետ։ Ինչ ա եղել։ Բան ագրավը նարինների վրա է հարցակվել։ Ագրավը։ Հա, Ոնց է հարցակվել նարինների վրա։ չանչերով հարցակվել։ Գժանոց արա։ Կպեից է։ ԿՊ-ական ագրավը, հա։ Այս տարան չկդրենք իվիճալուց այս հատվածը։ Հա։ Լավն է։ Այդ ձեր գործն է, ես պրոբլեմ չունեմ։ Մենք էլ պրոբլեմ չունենք։ Ինչ էինք խոսում։ Սահմանադրական հարաքվե։ Հա, այսինքն մեր Ձեր տարբերակով չէ, եթե Նիկոլ Փաշինյանը լսեք էլի, ասում եմ, մեր մոտեցումը էս է։ Մենք հասկանում ենք ինչի համար է պետք փոխել սահմանադրությունը, առաջարկում ենք այդ մոդելի կառավարման փոփոխություն, առաջարկում ենք, որ գործադիր իշխանության տակից հանենք դատական իշխանությունը, չգիտեմ, քննչական ապարատը, այսինքն զսպումների եւ հակակշիռների ինչ որ մեխանիզմներ մտցնենք, որ ժողովրդավարությունը ամրապնդվի Հայաստանում եւ այդ ինստիտուցիոնալ անձնիշխանության էլեմենտներից մենք պրծնենք սահմանադրությունից։ Սա մեր կոնցեպտն է։ Փաշինյանը չունի ոչ մի նման օրակարգ։ Ինքը շատ էլ գոհ է սուպեր վարչապետական երաշխավորված մեծամասնությամբ այս սահմանադրությունից, ինքը դա ուզում է պահպանի։ Իր նպատակը ուրիշ է։ Ընդամենը հանել անկախության հռչակագիրը Ադրբեջանի պահանջով։ Բնականաբար մենք դա չենք ընդունում եւ եթե հանգարցակի նախաձեռնվեն, նախ ինքը պետք է անցնի իհարկե այս պետք է կրի հունիսի 7-ի ընտրությունում, պետք է ստանա սահմանադրական մեծամասնություն, հետո դնի հանրակրվեի բանը, ասում եմ, եթե այս ամենավատ սցենարով ենք, հա, հիմա գնում 3 հատ բան ասացինք, եթե այդ բանը լինի, բնականաբար մենք դեմ ենք գնալու, մասնակցելու ենք համաժողովրդական ընդվզմանը նման բոյկոտի ճանապարհով թե ոչ ասելով։ Միայն ոչ ասելով։ Ինչ բոյկոտ։ Բոյկոտը դա ամենաթույլ միջոցն է, իմ սաղ կյանքում ես դա մերժել եմ։ Ինչ բոյկոտ։ Շատ լավ։ Այս ամենակարևոր մասն էր մեզ համար համենայն դեպս։ Մենք էլ ենք դեմ բոյկոտի ճանապարհին, մենք էլ ենք ասում, որ 15 թվին մեզ ասում էին այդ բոյկոտը արեք։ Այդ Սերժ Սարգսյանի կողմից այդ սահմանադրության մենակ մենք մնացինք պայքարի մեջ, ես էլ ոչի շտաբի ղեկավարն էի։ Եվ մենք հասանք փայլուն արդյունքի, իրանք ստիպված էին կես միլիոն ձայն կեղծեին, որ կարողանան այս սահմանադրությունը անցկացնել։ Չէ, ոնց։ Եթե մենք այն ժամանակ գնանք բոյկոտի, նույն ձևի սիրուն, ոնց որ Ռոբերտ Քոչարյանը ժամանակին անցկացրեց այդ իր 2004 կամ 5։ Չէ, 5 թվի սահմանադրությունը, այդ սիրուն, հա, սաղ ասում են կեղծիքների մասին, բայց ժողովրդի մոբիլիզացիա չկար։ Իսկ 15 թվին եղավ։ Չէ, ես մերժում եմ, անպայման մասնակցություն եւ ոչ։ Եվ ոչ։ Շատ լավ, շատ շնորհակալություն, պարոն Զուրաբյան։ Խնդրեմ։ Պարզվեց, որ առանձնապես հակասություններ չունենք, թե չպարզվեց։ Նոյեմբերի 9-ի մասը հակասությունների քիչ Ո՞ր դա։